Տիկին Անդրեասյան, քանի որ Դավիթ Հիմնասյանի մայրը անձակցել էր դիմը, դրա համար ձեզ եմ ուղղում հարցը։ Դուք պատրաստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի կալանքի որոշումը փոխվի։ Մենք ստացել ենք դիմումը եւ դիմումը սահմանված ընթացակարգով քննարկման փուլում է։ Այնպես որ առաջիկայում կպատասխանենք բնականաբար։ Որպես դպրոցական երիտասարդ, դուք արդյոք չեք կարծում, որ նաև խոսում է, որ նա լավ սովորող դպրոցական է։ Դուք չեք կարծում, որ նաև կրթության հետ կապված որոշակի կրթության հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, որովհետեւ օրենսդրությունը նախատեսում է բոլոր հնարավորությունները կրթության իրավունքը ապահովել նաև նման իրավիճակներում։ Մենք առաջին իսկ օրից Արդարադատության նախարարության գործընկերների հետ կապի մեջ ենք եղել, որպեսզի կրթության իրավունքի ապահովումը տեղի ունենա եւ շարունակականությունը լինի։ Կարծում եմ այն պահին, երբ որ առողջական վիճակը դա թույլ կտա, հենց այդ պահից էլ կրթության իրավունքը կապահովվի, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Իսկ դիմումի հարցը, ինչպես նշեցի, առանձին կքննարկենք։ Շնորհակալություն։ Երկար չեք քննում դիմումի հարցը, Տիկին Անդրեասյան, գուցե վաղ արագ որոշում կայացնեք։ Ես կարծում եմ, որ մենք դեռևս այն փուլում ենք, որ ձեր հարցը շատ տեղին չեմ համարում, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել եւ դա էլ կարծում եմ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեցող հարցերի ենք անդրադառնում եւ պատշաճ ժամանակին կարձագանք ենք։ Շնորհակալություն։ Ապրիլի 24-ին մենք ինչպես եւ նախատեսել ենք, բոլոր սկսված աշխատանքները ավարտված են լինելու։ Եթե ձեզ հետաքրքրում է ինչ վիճակում է այս պահին հուշահամալիրը, խնդրեմ դա բաց է, որևէ օր չի փակվել, կարող եք հիմա էլ այցելել եւ տեսնել, որ ավարտական փուլում ենք եւ առաջիկայում նաեւ բարեկարգման տարածքի հետ կապված հարցերը կավարտենք եւ պատրաստ կլինենք ավելի քան։ Շնորհակալություն։ Կարծում եմ այդ հարցերը արդեն մի քիչ ինձ չեն ուղղված, որովհետև ինչ միջոցառումներ են նախատեսված, երևի ավելի այդ օրվա ուրեմն կազմակերպչական աշխատանքներով զբաղվողներից պիտի հարցնեք, բայց հուշահամալիրի եւ թանգարանի հետ կապված աշխատանքները նորմալ ընթանում են։ Ապրիլի 23-ին էլ կարծեմ նոր ցուցադրության բացում կա թանգարանում, կարող եք ինքնուրույն այցելել տեսնել։ Շնորհակալություն։